Բարևներ ձեզ, մեկ հատ էլ այսպես փոքրիկ լայվով անդրադարձ կատարեմ գեոքաղաքական կարևոր շտրիխների ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո այսօր Ժաննա Ծառուկյանին մտորենք միասին հաղորդաշարային հարցազրույց տվեցի, տեխնիկական խնդիր առաջացավ, կարևոր բան է ուզում քննարկել եւ կապը կտրվեց, հիմա ի շարունակություն դրա ներկայացնեմ այդ հատվածը որտեղից որ խոսում էի, խոսքը գնում է նրա մասին, որ Հորմուզում բոլոր երկրներից եկող նավերի անցումը ապահովելու համար, ինչպես ձևակերպում է ԱՄՆ գենշտաբը, տեղի ունեցող վերջին գիշերների օրերի ընթացքում հարվածները միմիայն կենտրոնացած չեն եղել բուն Իրանի հարավի վրա, այդ ընդհանուր մոտեցման շրջանակներում նաև հարվածի էր ենթարկվել Իրանի հյուսիսում գտնվող կարևոր երկաթուղային կամուրջ, որը կապում է Իրանը Ղազախստանի հետ, Թուրքմենստանի հետ, իր հերթին կարևոր հանգույց է Չինաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Պարսից ծոց գնացող ապրանքաշրջանառության համար այդ հատվածը եւ դա բավականին այսպես սիմվոլիկ հարված էր, այդտեղ որևէ այսպես Հորմուզի նեղուցով անցնող նավերի նեղություն չէին պատճառում եւ այդ հատվածի դեմ կատարած հարվածի հետ զուգահեռ Տրամպին հավատարիմ արմատական հանրապետական սենատորներից մեկը միևնույն ժամանակ այցելում էր Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան շատ բարձր մակարդակով, այդ հանդիպումները նա անցկացրել է Սթիվ Դեյնզե անունը, ներկայացնում է Մոնտանայի նահանգը, հանդիպումները անցկացրել է ամենաբարձր մակարդակով 3 երկրներում էլ, բուն քննարկման թեմաների մասին, այսպես խորքային մանրամասներ, պաշտոնական հայտարարություններում չկան, տարբեր ձևակերպումներով, սակայն մենք հասկանում ենք, որ այստեղ կարևորը տրանսպորտային ոլորտն է, էներգետիկ հանգույցային ոլորտն է, որ քննարկվել է այդ առանձին հանդիպումներում, ուրեմն այդ սենատորը շատ կարևորություն է այսպես ասած տվել հատկապես Թուրքմենստանին, որովհետև այստեղ ինչպես ուրեմն հոդվածում նշված է շատ հետաքրքիր ձևով, ուրեմն գրված է, որ Դեյնսը հանդիպել է Թուրքմենստանում ոչ միայն Սերդար Բերդիմուխամեդովի հետ, որը այսպես սիմվոլիկ նախագահն է երկրի, բայց նաև նրա հոր Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ, սովորաբար հայրը խուսափում է նման հանդիպումներից, որովհետև միշտ այսպես եվրոպական առաջնորդներ, արևմտյան երկրի առաջնորդները խնդիր են դրել իր առջև մարդու իրավունքների, արժեքների պահպանման եւ այլն, այս անգամ այդպիսի խնդիր չկա, այս թեմայով գրված հոդվածներում, անգամ երբ որ վերլուծական են, այդ կետին բոլոր այսպես հոդվածներում ուշադրություն տրված է, ուրեմն այստեղ օրինակ գրված է, որ պաշտոնական հայտարարության մեջ Թուրքմենստանի կողմից տրված ընդգծվում է Աշխաբադի պատրաստությունը համագործակցել Միացյալ Նահանգների հետ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ ոլորտը, տրանսպորտային, ֆինանսական եւ բանկային սեկտորները, ինչպես նաեւ առաջադիմական տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունը, սա ամերիկյան եվրոպական օրակարգի մեջ է, առանձին հաղորդագրությամբ Դեյնզի հետ հանդիպման մասին Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ հանդիպման մասին նշվում է, որ էներգետիկ եւ տրանսպորտային սեկտորներն ամենակարևորը, այսինքն արդեն բուն որոշում կայացնողի հետ հանդիպման ժամանակ նշվում է տրանսպորտ, էներգետիկա։ Թուրքմենստանը գրված է երկար ժամանակ, ավելի զգուշ է վերաբերում, ավելի սերտ տնտեսական փոխհարաբերության արևմուտքի հետ, որովհետեւ զգուշավորություն կար, որ քաղաքական օրակարգերով եւ արժեհամակարգերով առաջնորդվող արևմտյան առաջնորդները նրանց կասեն, որ դուք ավտորիտար համակարգ եք այստեղ գործարկում, բայց այդպես էլ գրված է. Однако в последние месяцы появились все больше признаков того, что Туркменистан хочет интегрироваться в торговую сеть среднего коридора. Արդեն այստեղ միջին այսպես կոչված միջանցքի մասին է խոսքը գնում եւ բնականաբար այդ հատվածը Իրանում
որ հարվածել են, խորհրդանշական հարված է, որովհետև եւ այս այցի հետ զուգահեռ զարգացումները, որ տեսնում ենք եւ նշված երկրները Ադրբեջան, Թուրքմենստան եւ Ղազախստան եւ էներգետիկա եւ տրանսպորտի քննարկում նշանակում է այդ միջին միջանցքը, միջին կորիդորը, այսինքն դրա հատվածը Զանգեզուրը, դրա վրա շատ մեծ այսպես ուշադրություն է դարձնում Եվրոհանձնաժողովը արդեն կոնկրետ գործիքակազմով ԱՄՆ-ն է ներգրավում փաստորեն այս սենատորի մակարդակով եւ այստեղ փոքրիկ նաեւ Բարբերություն կա այն մասին, որ Ուզբեկիստանը եւս ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին եւ ինքը եւս ցանկանում է մասնակից լինել, որովհետեւ հսկայական գազային ռեսուրսներ կան, որոնց մի մասը նաեւ Ուզբեկիստանին է պատկանում եւ նման զարգացման դեպքում, այսինքն այդ միջին միջանցքի զարգացման դեպքում, փաստորեն նրանք բոլորը միասին են արևմտյան, այսպես թևի տակ աշխատելու ռուսական վերլուծական հոդվածներում վերջին շաբաթներում ավելի հաճախ են դարձել անդրադարձերը ավելի այսպես թուրքական աշխարհին մերձենալու գործնական քայլերի մասին հոդվածները, այդ երկրների լիդերների հայտարարությունները, այսինքն այդ տնտեսական ընդգծվածությունը, այսպես կոչված միջին միջանցքի համեմված է միաժամանակ թուրքական աշխարհի առաջխաղացման եվրոպական, ամերիկյան գիդայի ներքո ծրագրի շրջանակներում դրանից հետո մենք Այս Telegram-ում դրել եմ այս բոլոր նյութերը մանրամասնորեն, թե այդ հանդիպման մասին սենատորի հետ եւ հատուկ անդրադարձ է հատուկ վերլուծությունը այդ հատվածի, տնտեսական հատվածի կամրջի երկաթգծային պայթեցման հետևանքով առաջացած առաքման գծերի աղավաղման մասին։ Մանրամասնորեն այնտեղ կարող եք տեսնել ինչ երկրներ են ներգրավված, ում առաքման գծերն են շեղվել։ Ի վերջո այդ հոդվածի վերլուծականի ամենավերջին եզրահանգումը նա է, որ կենտրոնական Ասիան ներկայումս ավելին է, քան Հորմուզի նեղուցի պրոբլեմատիկան ավելի կարևոր է։ Ղազախստանը եւ Թուրքմենստանը շատ են ցանկանում ունենալ այնպիսի հարավային երթուղիներ, որոնք առավելագույնս ոչնչացնում են Ռուսաստանից նրանց կախվածությունը, իջեցնում են Կասպից ծովից կախվածությունը եւ ապահովում են այնպիսի արտահանումային հասանելիություն Պարսից ծոցի շուկաներին, երկրների շուկաներին եւ Հնդկական օվկիանոսի ավազանի երկրներին, որ ըստ այդմ այս երկրները կարողանում են ավելի անկախ ձևով տնտեսական ուրեմն գործունեություն ծավալել։ Եվ այդ որպես այդպեսի նշված է կրկին միջին միջանցքը, որը այստեղ գրված է, որ Ղազախստանին հասանելիություն է տալիս նաև դեպի Եվրոպա, Կասպից ծովի միջոցով, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի միջոցով։ Եվ այսինքն դա որպես ալտերնատիվ Իրանի այդ կոտրված հատվածի, որովհետև այդ հատվածով նրանք հարավային Ասիայի հետ են փորձում, այսպես ասած, միանալ։ Սրան հաջորդող հետաքրքիր այս թեմայի մեջ նյութը նա էր, որ Եվրոմիությունը պլատֆորմ է ստեղծել, ընդհանուր հարթակ է ստեղծել կենտրոնական Ասիայի, հարավային Կովկասի եւ Սևծովյան ռեգիոնի ընդհանուր տրանսպորտային հասանելիության ապահովման համար։ Այստեղ գրված է, որ Եվրոհանձնաժողովը հայտարարել է այդպիսի հարթակի ստեղծում, ոչ միայն բառերով, այն բարձր մակարդակով այդ արարողությանը ներկա են եղել ընդլայնման Եվրոընդլայնման պատասխանատու Մարտակոսը, հետո Յոզեֆ Սիկելը, միջազգային համագործակցության պատասխանատու, ինչպես նաև Եվրոկոմիսար, ուրեմն տրանսպորտային եւ տուրիստական գծի զարգացման Ապոստոլիս Ցիցիկոստասը, ուրեմն այդ հանդիպման ժամանակ մասնակցել են նաև Եվրոմիության կենտրոնական Ասիայի, հարավային Կովկասի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Մոլդովայի պետությունների ներկայացուցիչներ, նախարարություններից եկած բարձր մակարդակով, ինչպես նաև մեծ յոթյակի ներկայացուցիչներ եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ, դրա կարևորումը
դրսևորվել է այն ձևով, որ այդ հավաքված ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչները հայտարարել են պաշտոնապես, որ 2 միլիարդ եվրոյի ներդրում են կատարելու տրանսպորտային ենթակառուցվածքների, դրանց մոդեռնիզացիայի, սահմանակետերի կառուցման եւ առևտրային ճանապարհներին այդ հանգուցային կետերում թեթևացման, արագացման գործընթացների համար։ Հատկապես մասնակիցները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տրանսկասպիական միջազգային տրանսպորտային երթուղու արդյունավետության բարձրացմանը, կրկին միջին միջանցքի մասին է խոսքը գնում, որը գնալով ձեռք է բերում ավելի մեծ կարևորություն եւ նրա հուսալիությունը եւ կայունությունը որպես միջանցք պետք է կարողանա ապահովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև կապը։ Եվրոհանձնաժողովը նաև առաջարկ է ստացել գնահատում կատարել այդ միջանցքի գործառական առումով, որպեսզի առաջնահերթ խնդիրների սանդղակ ձևավորվի, ըստ այդ առաջնահերթության էլ այդ գումարը ուրեմն ներդրվի։ Ընդհանուր այդ պլատֆորմը համարվում է Եվրոմիության գլոբալ միջանցք ստրատեգիկ ռազմավարական նախագծի հատված, մի փոքր հատված, որը ենթադրում է համատեղ ծրագրերի կոորդինացիա, որոնք ուղղված են տրանսպորտային, էներգետիկ եւ թվային կապեր հաստատելու Եվրոմիության եւ Կենտրոնական Ասիայի միջև, Հարավային Կովկասի եւ Սևծովյան ռեգիոնի միջոցով։ Սա շատ կարևոր է, որովհետեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Անկարայի ինչ-որ խնդիրներ եթե կային Թուրքիայի հետ, անգամ Թուրքիայի եւ Իսրայելի միջև առանձին վերցրած, Թուրքիայի եւ Եվրոպայի միջև, այս առումով ամբողջապես այդ խնդիրները ուրեմն լուծված են, իրենց այս ուրեմն քաջ քայլերի ենթադրականը ինչն է իրենց մոտիվացնում այսպես մեկը մյուսի հետևից, 3 կարևոր իրադարձություն, որը ռազմական գործողությունը սիմվոլիկ, հիշեցնում եմ, որ տարածաշրջանում կան ուրիշ տերեր, այդ ուրիշ տերերի հետ համագործակցելու պատրաստ տերություններ, պետություններ, այդ պետությունների իրավական սուբյեկտայնությունը բարձրացվում է նրանց կարևորությունը նշելով այնպես, որ սկսեն Ռուսաստանից եւ Իրանից իսկապես խուսանավելը ավելի մեծ քայլերով, հիշեցնեմ, որ Տրամպի պատվիրակության հետ միասին Թուրքիային ժամանել տեխնիկական մակարդակի աշխատանքային խմբեր, ովքեր թուրքական կողմի իրենց գոլեգաների հետ աշխատել են Ռուսաստանի դեմ սանկցիաների իրականացման ծրագրի վրա։ Հական Ֆիդանը շուտով մեկնում է Ուկրաինայի կրկին ընդգծելու, որ ցանկանում է Թուրքիան տեսնել որպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև իբրև թե խաղաղություն հաստատող միջնորդ երկիր։ Հիշեցնեմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Հական Ֆիդանը այց էր կատարել Ռուսաստանի Դաշնություն եւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նույն առաջարկներ արել, հետո Թուրքիա վերադառնալուց հետո ռուսական կողմից նրան մեղմորեն ասել են, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունում Թուրքիային որպես միջնորդ այս հարցում։ Ներկայումս Թուրքիայի առջև դրված է ամերիկյան ՆԱՏՕ-ի շրջանակներում ամերիկյան F-35 ռազմական օդանավների ծրագրին վերամիավորվելու խնդիրը, այն կարող է լուծվել այն դեպքում, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը կհամաձայնվի, որպեսզի Թուրքիան վաճառի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ S-400-ը մեկ այլ երկրի, թուրքական մամուլը նշել է, որ այդ երկիրը ամենայն հավանականությամբ Արաբական Միացյալ Էմիրություններն են, Պեսկովը գնահատել է այդ խնդիրը որպես գերզգայուն խնդիր, Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս լրատվականներից ինչ որ մեզ հայտնի է, կարծես թե ինչ որ համաձայնություն տվել է, բայց դեռ այդ գործարքը չի ավարտված եւ դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի արված։ Էմիրատները
հավակնում են S400 համակարգ ունենալուն, որպեսզի կարողանան պատասխան տալ օրինակ Իրանից սպասվող ինչ-ինչ հարվածների։ Այսինքն բավականին այսպես կոնֆլիկտային կետեր առաջացնող խնդիրներ կան։ Ամենամեծ խոչընդոտը այս ծրագրին միավորվելու Թուրքիայի կողմից Իսրայելն է ներկայացրել, ում խնդիրը նախ եւ առաջ ողջ տարածաշրջանում լավագույն օդուժ լինելու իր ստատուսը պահպանելն է, որը նա չի ցանկանում կիսել որևէ մեկի հետ, ասելով, որ Թուրքիան ունի արդեն մեծ ցամաքային բանակ, ունի լուրջ ռազմածովային նավատորմ եւ ուժերի հավասարակշռություն տարածաշրջանում պահպանելու համար օդային գերազանցություն պետք է ունենա Իսրայելը եւ Jerusalem Post-ը ավելի ընդլայնված վերլուծություն է տվել, այդ օրաթերթը Նետանյահուին մոտ կանգնած օրաթերթ է, որտեղ արդեն հիմնական խնդիրը արտահայտվում է նրանով, որ Իսրայելը ցանկանում է ինքը միանալ ամերիկյան F-47 ավելի առաջադեմ ռազմական օդանավերի ծրագրի, որպեսզի Թուրքիայի կողմից F-35-ին միանալը որևէ կերպ չխաթարի իր դիրքը այս խնդրում եւ ինքը մնա տարածաշրջանում լավագույն օդուժը ունեցող կողմը։ Իրանի դեմ գործողությունները ամենևին չեն հանդարտվում, շարունակվում են, սակայն դրանք ռազմական գործողությունների տեսանկյունից չունեն այն արդյունավետությունը, որը կցանկանար ներկայացնել Տրամպի վարչակազմը, հարվածները հասցվում են բավականին այսպես խառնիճաղանջ կերպով, մեծ պատերազմի հնարավորություն Իրանը որևէ կերպ չի տալիս ԱՄՆ-ին, ԱՄՆ-ը չի կարողանում իր ստորագրած հուշագրից հետ կանգնել, շատ մեծ դիմադրություն են ստանում արդեն Եվրոպա, ԱՄՆ իրար հետ ինտեգրված ռազմաարդյունաբերության կոնտրակտներով, փոխադարձ ֆինանսավորման, այսպես բյուջեներով համամասնակից դառնալով ՆԱՏՕ-ի ռազմականացմանը հանդես եկող երկրները Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, նրանք շարունակում են ռազմաշունչ հայտարարություններ անել եւ դրա կուլմինացիան արտահայտվեց ավելի այսպես բիրտ ուրեմն հարվածների փոխանցման գիշերը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, որտեղ մենք նաեւ տեսանք, որ այդ նույն գիշեր Ռուսաստանի Դաշնությունը կարևոր օբյեկտներ է հարվածել Ուկրաինայում, որոնցից մեկը գաղտնի դրոնային գործարանն է, որ այն օբյեկտն էր, ուր վերջին իր այցը կատարել էր Լինզի Գրահամը, սենատոր, ամենառազմաշունչ, հանրապետական ներկայացուցիչը, այսպես ասած, պատերազմի բազաների, ով ամբողջ կյանքում առաջ է տարել ռազմական արդյունաբերության շահերը եւ ինչպես շատերն էին Ամերիկայում գրում, վերլուծաբաններ ասում են, որ նա մինչեւ իր կյանքի վերջին շունչը զենք վաճառելով էր զբաղված եւ ասվում է, որ իրականում նա եղել է այդ դրոնների գործարանում, երբ որ ռուսական կողմից եկել է հարված, որ իրականում նա այնտեղ է մահացել եւ ոչ թե հետ է գնացել Վաշինգտոն, ինչպես Վաշինգտոնում են ներկայացնում, նույնիսկ ինչ որ լուսանկարներ կան, ինչպես է իբրև թե շտապօգնությունը նրան տեղափոխում հիվանդանոց, նրան կամ նրա աճյունը առհասարակ նկարներից պարզ չէ, ով է, ինչ վիճակում է, արդյոք նա էր թե ոչ, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ սրտանոթային կրիզիսի հետևանքով է հանկարծամահ եղել եւ իր երկար ճամփորդությունը դա է պատճառը եղել, որ նման ինցիդենտ է իր հետ կատարվել, նախկին ԿՀՎ վերլուծաբան Լարի Ջոնսոնը նշում է, որ Պենտագոնի իր աղբյուրները ասում են, որ իրականում նա սպանվել է ռուսական հարվածի ժամանակ, այսինքն մենք կարող ենք տեսնել նաև ընդլայնված մամլոմիջոցներում քննարկում, թե Իրանում, թե Ռուսաստանի Դաշնությունում Լինզի Գրահամի մահվան կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության Հեղափոխության պահապանների կորպուսը եւս ինչ որ հայտարարություններ է արել եւ տեսնում ենք այսպես նախազգուշացում ավելի թե Ռուսաստանի եւ թե Իրանի կողմից նոր կարմիր գծի հաստատում, մենք էլ ենք ընդունակ վերացնելու նրանց Ռուսաստանի Դաշնությունում Լինզի Գրահամը համարվում է տերորիստ, էքստրեմիստ, որովհետեւ նա համարել է հնարավորինս շատ թվով ռուսների սպանությունը որպես հրաշալի ներդրում ԱՄՆ-ի համար, հենց ֆինանսական ներդրումների մասին է խոսքը գնում։ Բազմիցս խոսել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու մասին, խոսել է
Գազան միջուկային հարվածի ենթարկելու մասին, այնտեղ բոլորին բնաջնջելու մասին, եւ նաեւ Խամենեի սպանության մեղադրյալներից մեկը Իրանում համարվում է նա, հուղարկավորությունից հետո Ալի Խամենեի կարևոր հայտարարություններ են արել այաթոլլա Ալի Խոմեյնին, Խոմեյնիի թոռը, ինչպես նաև ներկայիս Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեյը, որտեղ հստակ խոսվում է վրեժ լուծելու մասին, այսինքն եթե դուք մեր երկրի ղեկավարի եք ոչնչացնում, դրանով դուք հող եք նախապատրաստում, որ մենք եւս վերացնենք բոլոր նրանց, ովքեր այս փորձանքները մեր գլխին բերել են։ Հիմա այս կենտրոնական Ասիայի պահով Իրանին եւ Ռուսաստանին այս գազային տրանսպորտային ենթակառուցվածքային համակարգից դուրս բերելու պահով Եվրոպան հանդես է գալիս Անդրկովկասը որպես միջանցք պահելով կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջև բնականաբար գլխավոր դերակատարը Թուրքիան է։ Այս ամբողջ վերլուծական նարատիվը, որ տրվում է մամլոմիջոցներում, ներկայացվում է այնպիսի կտրվածքով, որ կարծես Իրանում արդեն իրենք հաղթել են, կարծես Ռուսաստանը արդեն քանդվելու եզրին է, որ իրենց մոտ ամեն ինչ հենց այդպես էլ ստացվում է, եւ որ հիմա ճիշտ այդ ժամանակային պատուհանն է, որ այդ առաջխաղացումը իրականացնի Եվրոպան ԱՄՆ-ի հետ միասին, այստեղ տենց հիշեցնեմ, լայվի ժամանակ նշել է վերջին, բայց հիշեցնեմ, որ նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն եւ այս զարգացումներին զուգահեռ մենք ունեցանք Լավրովի կողմից հայտարարություն, որ Անկորիջի ոգին վերացած է, արևմուտքի ոչ մի խոսքին Ռուսաստանի Դաշնությունը այլևս չի հավատում, մենք տեսնում ենք ավելի արմատական մոտեցում ռուս հանրության կողմից պահանջ պետությանը, որպեսզի նրանք ավելի կոշտ ձևով իրենց դեմ հարձակումներին արձագանք տան, որովհետև զինատեսակները եւ այդ հանդգնությունը, որով Ռուսաստանի տարածքի խոր քարվածներ է հասցվում, հատկապես էներգետիկ հանգույցներին նախ եւ առաջ կատարվում է սոցիալական բունտի նպատակով, ապակայունացման նպատակով, երկիրը 90-ականների սցենարով քանդելու տանելու նպատակով, որին զուգահեռ արևմուտքը պլանավորում է արդեն երկրորդ համաշխարհայինի սցենարով ուղղակի աղետաբեր հարձակում կատարել այդ երկրի դեմ։ Իրանում էլ ավելի այսպես պահպանողական խմբերը ընդհանուր հանրության կարծիքի հետ ավելի մեծ տոկոսայնություն են կազմում կրկին պահանջելով ավելի կտրուկ պատասխանել, որովհետև ներկայիս իրանական կողմի պատասխանը ամերիկյան կողմին համահունչ է որոշակի կանոնների, ըստ որի որտեղից որ ԱՄՆ հարված է հասցնում Իրանին, այդ կետերում էլ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում, հանրությունը գտնում է, որ հարվածները պետք է ավելի հուժկու լինեն եւ ստիպեն դիմացինին այն հուշագիրը, որ այդ դիմացինը ստորագրել է պարտվողի կապիտուլյանտի կարգավիճակում, չփորձի շուռ տալ եւ ներկայացնել, կարծես ինքը հաղթող է եւ պահել այդ հաղթողի հոգեբանությունը, նույնը վերաբերում է Նետանյահուին, որովհետեւ իսկապես Իրանը աննախադեպ հարվածներ եւ վնասներ է հասցրել թե Իսրայելի ռազմական ուժային համակարգին պատերազմի ժամանակ եւ թե տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ուժային ողջ համակարգին։ Այս նույն ուրեմն պատկերի մեջ մենք ունենք այսօրվա Ալիևի կտրուկ հայտարարությունները, հարմարավետորեն վախկոտը Նիկոլ Դավաճյանը գտնվում է ինչ-որ արձակուրդի մեջ, չկա, հայ ժողովուրդը մնացել է եւ խոսում է Ալիևը, խոսում է հայ ժողովրդի մասին, իր խոսքը դիմում է հայերին, որակավորումներ է ինչ-որ տալիս, ինչ-որ խոսում է, որ ինքը միակողմանիորեն բացեց սահմանը եւ ապրանքներ է փոխանցում Հայաստանին, այդ թվում նաեւ գազ, եւ որ դա չլիներ, մենք ընկնելու ենք աշխարհով մեկ ինչ-որ գազ ու եսի ինչ փնտրենք, այսինքն այնտեղ Ռուսաստանի եւ Իրանի գործոնի դեմ ենք խոսում, խոսում է, որ մենք պետք է ձայներս կտրենք, վեր ընկնենք տեղներս, որ ինքը իբրև թե խաղաղություն է, այսպես ասած, ստեղծում եւ այլն, եւ հատուկ շեշտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի փոխկապակցվածությունը, աշխարհում չկան երկու այլ նման երկրներ, ովքեր այսքան իրար հետ կապված են, այսքան նույն են եւ այլն։ Հիշեցնեմ բոլոր թավիշարած ավարաներին, որ աշխարհում կային Արցախի հանրապետություն եւ Հայաստանի հանրապետություն, Արցախում կա Կիպրոս եւ աշխարհում կա Կիպրոս եւ Հունաստան, ովքեր ավելի իրար կապված են, քան երբևէ Թուրքիան եւ իր հետ որևէ կապ չունեցող Ադրբեջանը, բայց այս նարատիվը ասվում է ի կոչ այն գործողությունների, որոնք
Թուրքիան եւ Ադրբեջանը չեն զլանա, կսկսեն իրականացնել մեր երկրի դեմ նման դավաճանական իշխանության պայմաններում խոսվում է, որ իբրև թե ինքը ինչ-որ տենց, իբրև թե չէ, ինքը ասում է, որ Ջոզեփ Բորելը ինչ-որ բան է ասել, մեր ընդդիմությունում են ինչ-որ այսպես ոգևորվում եւ այլն դրանից։ Այս Եվրոպան մարդու իրավունքների արժեհամակարգի Եվրոպա չէ, այս Եվրոպան ԱՄՆ-ի ուժով ստեղծված գեոքաղաքական տիրույթում գալիս եւ սկսում է վարչատնտեսական գործունեություն կատարել եւ արժեհամակարգի առաջնահերթություն որպես այդպեսին չունի, այսինքն մենք էլ պետք է առանց որևէ ուժի չակնկալենք որևէ փոփոխություն։ Ուժը չի նշանակում պատերազմ սկսել, ուժը նշանակում է, որ ժողովուրդը իր ձայնին պետք է տեր կանգնի, որտեղ մեր ընտրությունները հունիսի 7-ին գողացել է, իշխանազավթում է կատարել Թուրքի դրածոն, եւ մենք պետք է մեր իշխանությունը հետ վերցնենք նրանից, նա հանցագործ է, նա պետք է լինի բանտում, սրա մասին է խոսքը, այդ իսկ պատճառով դուք մանդատ վերցնում եք, թե չեք վերցնում, հարգելի ընդդիմություն, դուք մեզ պետք է բացատրեք ինչպիսի ժամանակային շրջանակներում եք դուք նրան հեռացնելու, մանդատը նրան հեռացնելու մասին է, թե այնտեղ ով ձեր անունը ինչ տվեց, կամ որ Ալիևը հիշեց ձեզ, կամ որ դուք ինչ-որ տենց վիդեոներ եք անում ժողովրդի վրա մուննաթ եք գալիս, դրանք բոլորը ձեր դեմ են աշխատում, ցույց են տալիս ձեր անպատրաստվածությունը, ձեր անպրոֆեսիոնալիզմը, ձեր արհամարանքը այն ժողովրդի հանդեպ, ումից դուք այդ ձայնը ստացել եք, ես հարցազրույցում ավելի մանրամասն այս մասին խոսել եմ, ժամանակի ցանկության դեպքում անպայման դիտեք, շնորհակալ կլինեմ, բայց խնդիրը նա է, որ այս գործողությունները շատ սաստիկ նոր արագությամբ են առաջ գնում, այս զարգացումները, որ ես նշեցի, եւ ի վերջո այստեղ նաեւ Ալիևի խոսքը, ընդ որում Ալիևը իր խոսքում նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում որևէ լարվածություն այլևս չկա, բոլոր մակարդակներում, միջկառավարական, պարլամենտների միջև, աշխատանքային խմբերի մակարդակներով ամեն ինչ սահուն գնում է եւ այլն, դա մի տեսակ տարակուսանք է առաջացնում, մենք դեռ չգիտենք ինչի վրա հղում անելով է դա ասվում եւ կամ դա ինչ կնշանակի մեզ համար, ամեն դեպքում մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Հայաստանի տարածքը առևտրի առարկա դառնա։ Մենք տեսնում ենք, որ TRIP-ի պրոյեկտը առաջ են տանում հենց որպես Ռուսաստանին Իրանից կտրելու երկու երկրների դեմ էլ ուղղված պրոյեկտ, որը պետք է խթան հանդիսանա Արևմուտքի կենտրոնական Ասիայի 5 երկրներում հաստատվելուն, որը իր հերթին պետք է շարունակի Ռուսաստանի ապակայունացումը Ռուսաստանի հարավից, Իրանի ապակայունացումը Իրանի հյուսիսից, եւ ի վերջո պետք է խոցելի դարձնի որոշակի առումով, զգալի առումով նաեւ Չինաստանը, այսինքն այդ խորհրդանշական երկաթուղային կամուրջ պայթեցնելը ցույց է տալիս, որ չկա որևէ սիմբիոզ հյուսիս-հարավ միջանցք մեկ գոտի մեկ ճանապարհ չինական պրոյեկտի եւ այս եվրոպա-ամերիկյան միջին միջանցք, որը իրականում պանթուրանիզմի ճանապարհն է, ընդ որում այս ընթացքում նաեւ հարթվել է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի միջև եղած խնդիրը, ես դրել եմ Facebook-ում եւ Telegram-ում հոդված հունական պրոտոթեմա կարևոր օրաթերթից, որտեղ նշված է, որ Իսրայելի կնեսետ այդպես էլ չհասավ Նետանյահուի նախարարների կաբինետի կողմից ընդունված հայոց ցեղասպանության ճանաչման ինչ-որ բանաձևը, այդ բանաձևը ի վերջո ուժել չէր ունենալու, դա կատարվում էր Թուրքիայի վրա հակազդելու համար, մեկը Իրանի դեմ գործողությունների առումով, մյուսը կրկնում եմ F-35 օդանավի ծրագրին միանալու առումով, միանգամայն այլ հարցեր էր Նետանյահուն ուզում լուծել իր համար։ Ես հոդվածը որոշ հատվածներ ռուսերեն թարգմանաբար դրել եմ Facebook-ում էլ, Telegram-ում էլ, անպայման ընթերցեք, մանրամասնորեն ընթերցեք, որպեսզի տեսնեք, ինչպես են մտածում մեր մասին, որովհետև այնտեղ նախ Ադրբեջանի շահերը առաջ տանող լոբիստ է անընդհատ նշվում որպես քաղաքական վերլուծաբան Սվետլանա Կուշնիր անուն ազգանունով, որի ամբողջ եթե բոլոր իր պարբերությունները
համադրենք իրար, մենք տեսնում ենք, որ այնտեղ նշված է, որ այլևս Ադրբեջանը շատ կարևոր դերակատարում է խաղում, որովհետև չնայած որ այսպես Նետանյահուն, Էրդողանը իրար քաշքշում են, ինչ որ վիճում են, հայկական ցեղասպանության հարցեր առաջանում եւ այլն, բայց Ադրբեջանը եւ այնտեղ գտնվող աշքենազի հրեաների 3 համայնքները, չէ, 3 հրեական համայնքներ, մեկը աշքենազի, մեկը սեֆարատ, մեկը չգիտեմ ինչ, որ բոլորը միասին գրել են Իսրայելի կառավարությանը խնդրելով նման բան չանել, որովհետև իրանք ազատորեն Բաքվում քայլում են հրեական կիպաները իրանց գլխին, ես չեմ հասկանում հայերի ցեղասպանության ճանաչումը ինչպես կխաթարեր կիպաներով Բաքվի փողոցներում ֆրֆռալը, ինչ կապ ունի, չգիտեմ, բայց երևի կապ ունի։ Խնդիրը նա է, որ իբրև թե այդ նամակների հիման վրա, ինչպես նաև Նետանյահուի նախկին մի խոսնակ հատուկ այսպես կոչ է արել Քնեսետին, Jerusalem Post-ում էլ հոդված է գրել, որ հայոց ցեղասպանություն ճանաչելը առհասարակ օրակարգում չի համապատասխանում իրենց պետական շահերին եւ այլն։ Եվ այդպես էլ այդ բանաձևը Քնեսետ չի հասել, այսինքն բոլոր հարցերը լուծվել են եւ կարևորը Ադրբեջանը ի հայտ է գալիս որպես կարևոր միջին ուժը դա տակտիկական հնարավորություն ունեցող աշխարհաքաղաքական process-ներում երկրներն են, այսինքն իրենք բարձրացնում են, աճեցնում են Ադրբեջանի սուբյեկտայնությունը, ինչպես նաև օրինակ է բերվում Թուրքիա-Հայաստան պրոտոկոլների շրջանը, որտեղ եւս Ադրբեջանը նման կարևոր դեր է խաղացել, կրկնում եմ, այդ մասին գրում է հրեա վերլուծաբան լոբիստը Ադրբեջանի շահերի, որ այդպիսով Ղարաբաղի խնդիրը զատվելու էր թուրք-ադրբեջանական օրակարգից, այլ կերպ էր վերաբերմունք ունենալու Թուրքիան եւ ինչպես որ այն ժամանակ Թուրքիան Ադրբեջանը առաջնային դեր խաղաց, այնպես էլ հիմա այս հարցում եւ Ադրբեջանը այդպիսով ասում է այդ Կուշնիրը դառնում է այնպիսի պետություն առանց որի տարածաշրջանում Անդրկովկասի որևէ հարց չի կարող լուծվել։ Հիմնական խնդիրը թե Իսրայելի, թե Թուրքիայի, թե Եվրոմիության համար դա Ղազախստանից, Ադրբեջանից եկող նավթագազային ռեսուրսներն են, որոնց դիմաց կրկնում եմ Եվրոպան էլ, մնացած երկրներն էլ Եվրոպայի տակ գտնվող, ԱՄՆ-ի տակ գտնվող ամեն ինչ կզոհաբերեն, բոլոր արժեքներից կհրաժարվեն, որովհետև նպատակը նա է, որպեսզի ռուսական եւ իրանական ռեսուրսը այդ երթուղուց առհասարակ այդ ենթակառուցվածքային ողջ համակարգից միջին կարիդոր կոչված առհասարակ վերանա, գոյություն չունենա այդ հատվածում։ Ամեն ինչ կատարվում է գեոքաղաքական process-ների համար, իրենց շահերին հետամուտ լինելու համար, չկան արժեհամակարգի մարդու իրավունքների եւ այլնի առաջնահերթություններ նման օրակարգերում, որևէ մեկի կողմից նման պայմաններում այդ իսկ պատճառով մենք պետք է հողում անենք մեր պատմության դասերին, մեր անցած դարափորձին, մեր անմիջական հարևանությամբ տեղ ունեցող ռազմական գործողություններին պետք է ուշիուշով հետևենք, որպեսզի հասկանանք ռազմի դաշտում ով է հաղթում եւ ինչպես, եւ որ զանազան թրիփի ֆանատներ, այդ թվում նաեւ ընդդիմության մեջ, չփորձեն վերցնել ժողովրդի ձայնը եւ այն դարձնեն միևնույնը ժողովրդին նման գաղութատերերի, ագահ եւ ախորժակը երբեք չհագեցող գաղութատերերի ուտելիք, որտեղ հիմա մեզ ուտում են եւ դրա դեմ առնելու միակ ճիշտ ձևը դա նախաձեռնողականություն դրսևորելն է քո ընդդիմադիր առանձին օրակարգով, որը այս նշված կողմերի որևէ մեկի թելադրած խաղի կանոններով չի, իսկ դրա հնարավորությունը կա, առանց փողոցային պայքարի որևէ բան հնարավոր չի լինելու փոխել, այս ընթացքում ցանկացած ուժ, ցանկացած գործոն, ով որևէ կերպ ասոցացվում է ռուսական կողմի հետ, բիրտ կերպով, շատ բիրտ կերպով կհեռացվի դաշտից, դա վերաբերում է նաև բոլոր Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր իրենց երկրի թրքացում եւ ադրբեջանականացում չեն ցանկանում, բոլորը կթիրախավորվեն, շրջափակման կենթարկվեն, ինչպես որ Արցախը, եւ տարերային տնտեսական կորուստների կենթարկվեն, նախ որպես պատճառաբանություն, որ իրենք պետք է ծնկի գան, որ անհնազանդ են, որ ռևանշիստ են եւ այլն, բայց իրական նպատակը իրականում որքան կարելի է
հայերին տարածաշրջանից դուրս հանելն է ցանկացած միջոցներով, դանդաղ արտագաղթ, արագ արտագաղթ, շրջափակում եւ այլն, այս բոլոր տարատեսակ մեթոդներով։ Կհետևենք իրադարձություններին, հատկապես ուշագրավ կլինեն ռազմական գործողությունները, որը մենք կտեսնենք ԱՄՆ-ի եւ Իրանի մեջ մինչեւ ինչպես են ընթանում, մինչ այդ շատ կցանկանայի, որպեսզի տեսնեի ընդդիմություն եւ քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող հայրենակիցներիս առանց այսպես արձակուրդների դանդաղկոտության տենչանքի այն պայմաններում, երբ որ նշածս ներկայացրածս բոլոր երկրները, բոլոր կողմերը գերակտիվ ռեժիմով, 24/7 ռեժիմով, կոնկրետ քայլերով առաջ են տանում իրենց գերակա շահերը մեր հողի հաշվին, մեր գոյաբանության հաշվին եւ նման պայմաններում ես չեմ կարողանում կիսել իներտությունը, պասիվությունը, ես չեմ կարողանում հասկանալ ինչու ենք մենք խոսում ավելի շատ մանդատ վերցնել չվերցնելու մասին, քան ստահակին ուղակի իշխանազավթում կատարած մի քանի անգամ ստահակին տարերային պայքարով հեռացնելու մասին։ Դրա մասին պետք է խոսվի։ Թե անգամ հենց հիմա դա չի արվում, դրա մասին պետք է խոսվի, հեռացնելու մասին պետք է խոսվի, կտրուկ ձևով հեռացնելու մասին պետք է խոսվի, առանց ապավինելու դրսից եկող տարատեսակ ազդակների, որտեղ բոլորը ամեն մեկը իրենց շահերից ելնելով, իրենց գեոքաղաքական հաշվարկներից ելնելով են վարում իրենց բոլոր բանակցային տրեկները, իրենք չունեն այդպիսի առաջնայնություն, որ Հայաստանի Հանրապետության շահեր պետք է ներկայացնեն կամ հայրի մասին ավելին պետք է մտածեն, քան այդ օտարները օրենքով պարտավորված են անելու իրենց զբաղեցրած պաշտոններում։ Այսքանը ուզեցա կիսվել, ես որքան հասկացա ուրբաթ օրը եւս կհյուրընկալվեմ Ժաննա Ծառուկյանի հաղորդաշարին, հարցազրույց կտամ, որպեսզի այս առաջիկա օրերին տեղի ունեցած իրադարձություններից որոշակի զարգացումներ ունենանք եւ դրանցով կիսվեմ։ Շատ շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում, լավ շաբաթ։